Բարև ձեզ։ Առաջինի միջազգային ալիքի եթերում Հայաստանի կողքին հաղորդման հերթական թողարկումն է։ Այսօր կանդրադառնանք Հայաստան համահայկական հիմնադրամի կրթական եւ մշակութային ծրագրերին։ Վերիշեն համայնքում հիմնադրվել է Հայաստան ստեղծագործական արվեստանոցը, Արգենտինայի հայ համայնքի եւ Հայաստան համահայկական հիմնադրամի համատեղ ջանքերով։ Թե ինչ ազդեցություն է ունեցել ծրագիրը համայնքի բնակիչների կյանքի վրա, դիտեք մեր առաջին տեսանյութում։ Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրում երիտասարդական կյանքը նոր շունչ է ստացել։ Այստեղ բացված Հայաստան ստեղծագործական արվեստանոցում իրականություն են դառնում տեղի երիտասարդների գաղափարները։ Երեխաները երբ լսեցին, որ Վերիշեն ստեղծում երիտասարդական կենտրոն, այն էլ մեծ հնարավորություններով, կամավորների մեծ արտահոս կարելի ասել եղավ, ու տղա աղջիկ կարելի ասել բոլոր երեխաները եկան ընդգրկվեցին։ Ռոբերտի եւ մյուս կամավորների առաջին նախաձեռնությունը հանրային գրադարանին նոր տեսք տալն էր։ Դասավորել են բոլոր գրքերն ու հին շենքը վերածվել է ժամանակակից մշակութային կենտրոնի։ Ստեղծագործական արվեստանոցի բացումն իրականություն է դարձրել Հայաստան համահայկական հիմնադրամը, նպատակ ունենալով ստեղծել նոր հնարավորություններ սահմանամերձ բնակավայրերի երիտասարդների համար։ 30 տարի շենքը չի գործարկվել որպես մշակութային կենտրոն եւ 24 թվականին առիթ եղավ, որ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ մենք կարողանանք բարեկարգել այս գեղեցիկ տարածքը եւ հնարավորություն տակ գյուղական բնակավայրերի երիտասարդներին եւ նաեւ տեղահանված ընտանիքների երիտասարդներին ունենալու երիտասարդական կենտրոն, հանրային գրադարան։ Ստեղծագործական արվեստանոցում կազմակերպվում են նաեւ մասնագիտական կողմնորոշման դասընթացներ։ Երիտասարդների շրջանում մեծ հետաքրքրություն կա հատկապես ժամանակակից մասնագիտությունների ընտրության նկատմամբ։ Երիտասարդների հետ իր փորձով եւ հմտություններով է կիսվել եգիպտացի կինոռեժիսոր Էսամ Նագին։ Ասում է, Հայաստանի տարբեր բնակավայրեր այցելելն ու գիտելիքներով կիսվելը յուրահատուկ փորձառություն է իր համար։ Some places that you can feel that they are in need of majorly in knowing more about how to form their futures, and it's very important that we can align with what they aspire to be. Վերիշենում ստեղծված այս արվեստանոցը ոչ միայն նոր հորիզոններ է բացել տեղացի երիտասարդների համար, այլև համայնքի մշակութային կյանքին հաղորդել նոր լիցքեր։ Այստեղ երիտասարդական կյանքը շարունակվում է ստեղծագործական ժամանակակից մտահղացումներով եւ կրթական նախաձեռնություններով։ Մարտիրոսարյանի տուն-թանգարանում համատեղվել են արվեստը եւ տեխնոլոգիան։ Այցելուներին արդեն հասանելի է նկարչի Հայաստան Պանո գեղանկարի վիրտուալ տարբերակը։ Մանրամասները տեսանյութում։ 84 տարեկան հասակում Սարյանը ստեղծեց այս հայտնի գեղանկարը Հայաստան Պանո։ Մեծ նկարիչն ուզում էր մեկ կտավի մեջ պատկերել ամբողջ Հայաստանը։ Նույնիսկ հիմա նկարի ստեղծումից մեկ դար անց այն ուշադրության կենտրոնում է։ Երբ գալիս մտնում են այս սրահ, երբեմն լսում ենք այդ արտահայտությունը, ահա Սարյանը, այս սա է Սարյանը, որտեվ շատերին հենց Սարյանը Հայաստանով է հայտնի։ Կտավում սարյանական յուրօրինակ գույներն ու բնապատկերները հիմա նաև լսելու եւ զգալու հնարավորություն կա։ Հասանելի է գեղանկարի վիրտուալ տարբերակը։ Երբ գալիս են Հայաստան, այս պանոն են տեսնում, ոչ միայն հիանում են, այլ երբ մի հատ էլ իմանում են, որ կարող են վիրտուալ այդ ակնոցով մտնել նկարի մեջ, դա արդեն լրիվ ուրիշ աշխարհ է դառնում իրենց համար։ Սարյանի ժառանգությունը նոր տեխնոլոգիաներով ներկայացնելու գաղափարը կյանքի է կոչվել Հայաստան համահայկական հիմնադրամի եւ ԱԿԲԱ բանկի վիզա բարերար քարտապանների կատարած անկանխիկ վճարումներից ձևավորվող միջոցներով։ Մենք այսօր մեր թանգարանը ներկայանում է բավական արդի տեխնոլոգիաներով, որոնք ներմուծված են թանգարան եւ ավելի հետաքրքիր են դարձնում այցը։ Ռուզան Սարյանը վիրտուալ նոր իրականությունը համարում է յուրօրինակ շրջագայություն Հայաստանով, որի միջոցով անգամ ինքն է նորովի բացահայտել կտավը։ Այդ նկարը ուրիշ կերպ է ընկալել եւ երբ որ հագնոցներով հայտնվում է այդ նկարի, կարելի ասել, մեջ, անմոռանալի եւ աննկարագրելի զգացմունքներ ես ապրում, գուցե նույնիսկ նկատում ինչ-որ մանրամասներ, որ այսպես դիտելով կարծես չէի այդքան խորանում։ Վիրտուալ համակարգի ներդնումը մեծացրել է նաև այցելուների հոսքը տուն-թանգարան։ Նոր տեխնոլոգիաները հատկապես հետաքրքրել են երիտասարդ եւ կրտսեր սերնդի ներկայացուցիչներին։ Որ այդ տեխնոլոգիաները իրենց ծանոթ եւ հայտնի նաեւ հայտնաբերում են թանգարանում, կարծես թանգարանը դրանց համար դառնում է ավելի ընկալելի, ըմբռնելի եւ հասանելի։ Մեծ վարպետի տուն-թանգարանում եւս 6 նկար համալրվել է ինտերակտիվ տարրերով եւ ձայնային ուղեկցումներով, ինչի շնորհիվ ցուցադրությունները նոր շունչ են ստացել։
Այժմ կզրուցեմ նոր գեղի թիվ 1 մանկապարտեզի տնօրեն Զարուհի Բաբաջանյանի հետ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Տիկին Բաբաջանյան, կխնդրեմ պատմեք, թե Հայաստան համահայկական հիմնադրամի հետ համագործակցությունը ինչպես սկսվեց եւ ծրագրի իրականացումից հետո մանկապարտեզում, նոր գեղի թիվ 1 մանկապարտեզում ինչ բարեփոխումներ տեղի ունեցան։ Նորգեղի թիվ 1 մանկապարտեզը գտնվում է Նորհաճն խոշորացված համայնքում եւ իր սաների թվով, ինչպես նաեւ խմբերի քանակով այն համայնքում իր մեծությամբ երկրորդն է։ Այն կարծես երկրորդ տուն է շուրջ 140 սաների համար։ 2021 թվականին, երբ նշանակվեցի Նորգեղի թիվ 1 մանկապարտեզի տնօրեն, առաջին անելիքներիցս մեկը եղավ ներկա իրավիճակի, տիրող իրավիճակի գնահատումը եւ արկա խնդիրների բացահայտումը, վերհանումը։ Եվ շատ արագ պարզ դարձավ, որ մանկապարտեզի բակային տարածքը ունի ամբողջական հիմնանորոգման անհրաժեշտություն։ Եվ հենց այդ ժամանակ որոշեցինք դիմել Հայաստան համահայկական հիմնադրամին ակնկալիքով, որ հիմնադրամը մեր խնդրանքը չի մերժի եւ բակի բարեկարգման աշխատանքները շուտով մեկնարկեցին։ Աշխատանքները իրականացվել են 2023 թվականի գարնանը, ամռանը։ Ամբողջությամբ ցանկապատվել եւ պարսպապատվել է մանկապարտեզի տարածքը, ասֆալտապատվել է, ավելացվել է կանաչապատ տարածք, ավազարկղ, ամառային տաղավար, ինչը հնարավորություն է տալիս երեխաների ուսումնական process-ը կազմակերպել ոչ միայն մանկապարտեզի շենքի ներսում, այլև մանկապարտեզի բակային տարածքում բացօթյա։ Նախկինում, երբ բակային տարածքը չափազանց քարքարոտ էր, եւ ոչ անվտանգ, հնարավոր չէր լինում միանգամից մի քանի խմբերի սաների ուսումնական գործընթացը բակում կազմակերպելը։ Սակայն կատարված աշխատանքների արդյունքում բակերի թիվը նույնպես ավելացել է, մեծացել է էապես մանկապարտեզի անվտանգային գործոնը, ավելացվել է նաեւ անվտանգային ելք, հակահրդեհային անվտանգությանը միտված եւ հնարավոր է լինում միանգամից մի քանի խմբերի եւ ուսումնական պարապմունքներ, process-ը ու նաեւ խաղերը ժամանցը կազմակերպել մանկապարտեզի բակում բացօթյա պայմաններում։ Որքանով այն դրականացնել առհասարակ համայնքի բնակիչների վրա, մանկապարտեզի աշխատակիցների եւ սաների առօրյայի։ Անշուշտ չափազանց հաճելի է ուսումնական գործընթացը կազմակերպել բարեկարգ պայմաններում, դա եւ գեղագիտական նշանակություն ունի սաների համար, ծնողների համար եւ շատ կարեւոր է նաեւ անվտանգային գործոնը։ Բնականաբար, որպես ծնող համայնքի բնակիչները իրենց ել ավելի ապահով են զգում, երբ որ գիտեն երեխաների կրթությունը կազմակերպվում է առավել ապահով պայմաններում, ավելի հիգիենիկ, ավելի էսթետիկ պայմաններում։ Որքանով է այն նպաստել մանկապարտեզի աշխատանքի ընդլայնմանը եւ կցանկանամ իմանալ ինչպես են կազմակերպում ժամանցային եւ կրթական ծրագրերը մանկապարտեզում։ Քանի որ իրականացված աշխատանքների արդյունքում ավելացվել են նաև ենթակառուցվածքներ մանկապարտեզի տարածքում, ինչպես արդեն նշեցի, բակային տաղավարը, ամառային տաղավարը, ավազարկղը, դա մեզ հնարավորություն է ընձեռում եւ ուսումնական գործընթացը, պարապմունքները կազմակերպել այդ ամառային տաղավարում կամ ավազարկղում երեխաների խաղը ժամանցը կազմակերպել, իսկ ավազի օգտակար հատկությունների մասին շատերս ենք տեղյակ եւ բնականաբար երեխաներին ոչ միայն հետաքրքիր է, այլև առողջարար իրենց խաղը կազմակերպել այդ տարածքում։ Ուսումնական պարապմունքները եւս կարողանում ենք կազմակերպել բակի մի քանի հատվածներում միաժամանակ մի քանի խմբերի համար, ինչը շատ կարեւոր է երեխաների նաեւ առողջության տեսանկյունից։ Տիկին Բաբաջանյան, որքանով եք կարևորում նման ծրագրերի կազմակերպումը, իրականացումը Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում։ Մանկապարտեզը համայնքային ենթակայության կառույց է եւ բնականաբար այն գտնվում է համայնքի ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում եւ հոգացության ներքո իրականացվում են բազմապիսի գույքային համալրման աշխատանքներ։ Սակայն կարևորում եմ նաև հիմնադրամների եւ բարեգործների հետ աշխատանքը եւ հենց այդ նպատակով էր, որ դիմեցինք Հայաստան համահայկական հիմնադրամին, որպեսզի ոչ միայն համայնքային ռեսուրսների հաշվին կարողանանք ապահովել մանկապարտեզի կարիքները, լրացնել բացերը, այլ նաև բարեգործների, բարերարների աջակցության շնորհիվ։ Ինչպիսին էին ծնողների արձագանքները, հետաքրքիր է շատ։ Անշուշտ ծնողների արձագանքը խիստ դրական էր։ Աշխատանքները բավականին մեծ ծավալով եւ լայն թափով էին առաջ ընթանում, ինչը նաեւ ինչ որ չափով զարմացնող էր, որովհետեւ համայնքում բնակավայրում նման աշխատանքներ մանկապարտեզի մասով կոնկրետ չէին իրականացվել։ Իսկ արդյունքը գերազանցեց սպասելիքները, որովհետեւ դա մեծացրեց ծնողների վստահությունը մանկապարտեզի նկատմամբ։ Իսկ այս պահին ինչ խնդիրներ ունի մանկապարտեզը, որոնք կցանկանայիք բարեկարգել,
իրավիճակը շտկել։ Այս տարիներին մանկապարտեզում իհարկե իրականացվել են բարեկարգման, գույքային համալրման մի շարք աշխատանքներ, սակայն դեռևս կան անելիքներ, որոնք շատ մեծ ցանկությամբ կցանկանայինք, որ հետագայում եւս աջակիցներ գտնվեին եւ այդ խնդիրները նույնպես կարողանայինք օրինակ, եթե թվենք 1-2 խնդիր։ Երեխաների առօրյան էլ ավելի բազմազան ու հետաքրքիր կազմակերպելու, ինչպես նաև ուսումնական գործընթացը առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով մանկապարտեզին անհրաժեշտ է ֆիզկուլտուրայի դահլիճ, ֆիզիկական կուլտուրայի պարապմունքները էլ ավելի բարվոք պայմաններում իրականացնելու համար, եւ մենք նախատեսում ենք, որ հետագայում գուցե համագործակցությունը Հայաստան համայնքական հիմնադրամի հետ լինի շարունակական եւ աջակիցների ու բարերարների շնորհիվ կարողանանք մանկապարտեզը ապահովել նաեւ ֆիզիկական կուլտուրայի համար նախատեսված մարզասրահով։ Շնորհակալություն եւս մեկ անգամ հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, որ իմ հյուրն էր նոր Գելիի թիվ 1 մանկապարտեզի տնօրեն Զարուհի Բաբաջանյանը։ Իսկ մենք կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթ անց։ Ցտեսություն։